Հյուրին 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, շնորհակալ եմ այսօր գալու համար։ Խոսենք Իրան-Իսրայել պատերազմից, արդյոք միտումներ կան, որ կավարտվի, ինչ վտանգներ եք դուք տեսնում եւ տպավորությունը, որ կարծես թե նոր փուլ են մտնում։ Ընդհանրապես ասած, եթե խոսենք վտանգներից, թերևս ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ մեր կյանքում, որովհետեւ այս պատերազմը այն կետին, որին նա հասել է, այստեղից ինքը կարող է գնալ եւ դեէսկալացիայի ճանապարհով, ասենք կողմերը փորձեն հետ քայլ կատարել, հաշվի առնելով, որ ըստ էության փոխադարձ ոչնչացման պատերազմ է սա, հերակա հերավորության վրա, հա, բայց կարա լրիվ հակառակը տեղի ունենա, այսինքն նոր կողմեր ներքաշվեն պատերազմի մեջ, մենք ամեն օր վերջի 2 օրերին կարդում ենք նրա մասին, որ Միացյալ Նահանգները իր ռազմածովային, ռազմաօդային ուժերն է կոնցենտրացնում տարածաշրջանում եւ դա կարող է ունենալ ինչպես պաշտպանական նպատակ, փորձել Իսրայելի ընտրեն երկինքը պաշտպանել, այնպես էլ արձակողական նպատակ, փորձել Իրանի վրա գրոհել։ Ես չեմ պատկերացնում դա ինչ կարող է բերել նույնիսկ։ Ես չեմ պատկերացնում, որ եթե Միացյալ Նահանգները ներքաշվի, բնավ չի կարելի բացառել, որ մյուս կողմից կներքաշվեն օրինակ Պակիստանը եւ Չինաստանը։ Օրինակ, հա, Ռուսաստանը մի քիչ ավելի քիչ հավանական է, որովհետև դրա ռեսուրսները չունի։ Բայց Պակիստանը արդեն դրա մասին հայտարարել է եւ Չինաստանն էլ ըստ էության կարող ամեն պահի հայտարարի եւ այդ պատերազմը դառնա երրորդ համաշխարհային պատերազմ, բառի բուն իմաստով, որովհետև եթե Ուկրաինայի դեպքում մենք տեսնում ենք ըստ էության, որ Ռուսաստանի դեմ պատերազմում ամբողջ Եվրոպան մասամբ Միացյալ Նահանգները եւ այլն, այստեղ կարող է նույնիսկ ներքաշված կողմերի թիվը ավելի մեծ լինի։ Եվ հաշվի առնելով նաև կողմերի սպառազինությունը, նրան, որ մինչև ատամները զինված են, նրան, որ շատ վճռական են տրամադրված, մենք կարող ենք ակնատեսել լինել ամենաողբերգական իրադարձություններին մեր տարածաշրջանում եւ պետք է գիտակցենք, որ եթե այդ մասշտաբի կոնֆլիկտ լինի, այդ մասշտաբի հակամարտություն, այդ դեպքում այդ հակամարտության հարևանության բոլոր ապրողները այս կամ այն կերպ տուժելու են դրանից։ Այսինքն ամենալավագույն դեպքում տուժելու են տնտեսապես, օրինակ Իրանի մեր ճանապարհները նավահանգիստները եւ այլն բոլոր լոգիստիկ ճանապարհները կարող են փակվել, դա լավագույն դեպքում, բայց վատթարագույն դեպքում ճանապարհը պատերազմը կարող է տեղափոխվել մեր տարածքը, ոչ մեկ դրանից երաշխավորված չի։ Այդ մասշտաբների մեջ ռուսական արտահայտություն կա, որ անտառը կտրում են, տաշեղները թռնում են, հա։ Դառնալու ենք տաշեղ, որովհետեւ եթե նպատակը, ասենք, Իրանը ցնկի բերելն է, հսկայական այդ պետությունը, ապա այդտեղ նայելու են, ասենք, որ Հայաստանով անցնում է Իրանի մատակարարող ճանապարհը, հա, կամ կարևորագույն ճանապարհը, եւ ասենք խնդիր են դնել ճանապարհը ամեն գնով փակել։ Եվ այդտեղ ցանկացած զարգացում կարող է անկանխատեսելի զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն նաեւ ցամաքային պատերազմ կարող է լինել եւ Ադրբեջանը կարող է ներգրավել այս ամենում։ Դե տեսեք, եկեք Իրանի տեսանկյունից նայենք։ Իրանը մի կողմից շրջապատված է Աֆղանստանով, Թուրքմենստանով, Պակիստանով, որոնք կամ չեզոք են կամ ընդհակառակ իր կողմնակիցներն են։ Մյուս կողմից Իրաքն է, որը եւս զգալի չափով դրական չեզոքություն է պահպանում Իրանի նկատմամբ եւ մնացածը ծով է։ Եթե Իրանը ուզենա ցամաքային գործողություն անել, որ ուղղությամբ պետք է նայի, նա պետք է նայի Ադրբեջանի ուղղությամբ։ Միակ ուղղությունն է մեծ հաշվով։ Հիմա հակառակն էլ նայենք, եթե Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը ուզենա ցամաքային գործողություն անել, որ ուղղությամբ նայենք, էլ Հայաստանի ուղղությամբ են նայելու։ Նրանք փորձելու են Հայաստանով անցնող ճանապարհը կտրեն, արդեն տարբեր տեսակ վայր լրագրողներ են հայտնվել եվրոպական տարբեր կայքերից, որոնք Սյունիքի ճանապարհին կանգնած արդեն սկսում են վայրահաչել, որ այդ ճանապարհով Իրան զենք է մատակարարում, թեև ես 43-4 օր եմ վերադարձել, ոչ մի զենքի մատակարարող բեռնատար ես չեմ տեսել։ Խաղ քաղաքացիական բեռնատարներ են գնում, վառելիք են տանում, շինանյութ են տանում եւ այլն։ Այսինքն միտումնավոր են նաեւ այդ հայտարարությունները արվում։ Հող է նախապատրաստում։ Հայաստանին ներքաշելու այս ամեն ինչը։ Ոչ թե Հայաստանին ներքաշելու, այլ այդ հատվածում ըստ անհրաժեշտ է այ գործողություն իրականացնել։ Իսկ ինչ արդյունք կլինի կամ որքանով Իրանը կարող է դիմակայել, ասում են, որ Իրանը դեռ ամբողջությամբ պատասխան չի տվել եւ նոր հրթիռներով է պատրաստվում, ավելի ժամանակակից տեխնիկայով պատերազմի դուրս գալ։ Այս մարդկան այս թեմայով խոսում են շատ քիչ ռազմական գիտելիք ունենալով եւ փորձում են փորձագետներ հանդես գալ, որպես այդպեսին դա այդպեսին չլինելով։ Ես չէի ուզենա մտնել այդ դաշտը, թե Իրանը քանի հրթիռ ունի եւ այլն, թե թվերը հայտնի է, պաշտոնապես ուներ մինչև կոնֆլիկտի սկիզբը մոտավորապես 6000 բալիստիկ հրթիռներ, տարբեր հեռահարության, տարբեր արագաընթացության, տարբեր բեռնատարության եւ այլն, հա։ Հիմա դնենք այդ մի կողմ։ Խնդիրը դրանում չի իրականում։ Այս պատերազմը չի մղվում դասական իմաստով ցամաքային բանակների միջև, դա մենք հասկանում ենք։
Այս պատերազմը չի մղվում, որպեսզի ասենք մի կողմը մյուս կողմի տարածք օկուպացնի, դա մենք հասկանում ենք։ Երկուստեք պատերազմը մղվում է նրա համար, որպեսզի հնարավոր լինի ապակայունացնել իրավիճակը եւ հասնել Իսրայելի կողմից Իրանի քաղաքական համակարգի փլուզմանը կամ Իրանի կողմից հասնել Իսրայելում կառավարության հրաժարակային, որտեղ քաղաքական համակարգը շատ դժվար է փլուզել դա ժողովրդավարական համակարգը, բայց կարելի է ասել կառավարության հրաժարակային հաշվի առնելով, որ կառավարությունը շատ փոքր աջակցություն ունի Կնեսետում իրանց ազգային ժողովում, տարածություն կարծեմ 1 падգամավորի առավելություն բա։ Նա կառավարում եւ այդ 1-2 падգամավորները կոալիցիոն գործընկերներ են, որոնք կարող են ամենայն դուրս գան կոալիցիայից, այդ դեպքում Բենյամին Նետանյահուի կառավարությունը կտապալվի, ստիպված կլինեն գնալ նորընտրություն դեպքում այս աղետալի պայմաններում։ Այսինքն սա դասական իմաստով հիբրիդային պատերազմ է, որտեղ մի կողմից օգտագործվում են հրթիռներ, անօդաչուներ, ավիացիա եւ այլն, բայց չկա ցամաքային կռիվ, որպես այդպեսին բանակների ուղիղ բախում չկա, եւ գործողությունների նպատակն է, որ կամ այս երկրում, կամ այն երկրում տապալվի կառավարությունը։ Իսկ կհաջողվի կարծում եք։ Որ կողմին։ Որ կողմին։ Երկու կողմերին է։ Դե հիմա տեսեք, նույնից եմ ասում, ես չեմ ուզում կանխատեսումներ անեմ, որովհետեւ կանխատեսումները անշնորհակալ բան են։ Ով կարող է պատկերացնել, որ ռազմական գործողությունների առաջի օրը Իսրայելին կհաջողվի Իրանի ամբողջ ռազմական ղեկավարությունը գլխատել։ Հետո գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել 2 օր հետո սպանվել է։ Հիմա ով կարող է դա կանխատեսի, որովհետև մենք չգիտենք, այդ գիտելիքը մենք չունենք, հասկանում եք, մենք չգիտենք, ասենք Իսրայելի հետախուզությունը որքան խորն է ներթափանցած Իրանում։ Մենք չգիտենք որքան խորն է իրանյան հետախուզությունը ներթափանցած Իսրայելում։ Բայց հասարակական ներքին տրամադրություններն էլ են կարևոր, եթե ուզում են ներսից պայթեցնել եւ իշխանապողություն իրականացնել։ Էդ էլ մինչև վերջ չգիտենք, ինչի, որովհետև գիտեք ոնց է, օրինակ Հայաստանում երբ որ մենք ուզում ենք տրամադրությունները իմանանք, սոցիոլոգիական հարցում ենք անցկացնում, մոտապես պատկերացնում ենք, ասենք, որ մասնա կառավարության աջակցություն, որ մասնա կառավարության դեմ, այն մասը որ կառավարության դեմն է, որ մասնա որ պատրաստ է դուրս գալ փողոց։ Այդ ամենը բաց գիտելիք է Հայաստանում, ամեն քաղաքացու համար չէ, բայց մասնագիտորեն դրանով զբաղվողների համար բաց գիտելիք է։ Մենք այդ հարցումները անում ենք, գիտենք։ Իրանում չկա տենց հարցում, որովհետեւ դուք պատկերացնեք Իրանի բնակչության որ տոկոսն է, որ աջակցում է այս կառավարությանը, եւ ընդհանրապես թեոկրատիային, հա, այսինքն հոգեվորական իշխանությանը։ Որ մասնա որ դրան դեմ է, որ մասնա որ կատեգորիկ դեմ է, առիթի ասպասում որ դուրս գա, ենթադրենք հեղաշրջում իրականացնի։ Չգիտենք մենք դա, չենք պատկերացնում ինչ վերջ։ Բայց ես ասեմ հետեւյալը, այն ինչ որ մենք պատկերացնում ենք, այն որ հայտնի տվյալը։ Իրանը Իսրայելից ունի պաշտոնապես 8 անգամ ավելի մեծ բնակչություն, բայց եթե հաշվի առնենք, որ Իսրայելի 10 միլիոն բնակիչներից 2 միլիոնը արաբ են եւ զենք կրելու իրավունք չունեն, ապա մոտ 10 անգամ ավելի շատ բնակչություն, 80 միլիոնից ավել բնակիչ ունի Իրանը։ Այսինքն այդ փաստ է, Իրանը ունի 10 անգամ ավելի մեծ բնակչություն։ Երկրորդը, որը ակնհայտ փաստ է, Իսրայելը ունի 22000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանը 1 միլիոնից քառակուսի կիլոմետրից ավել, այսինքն համարյա 50 անգամ ավելի մեծ է իր չափերով։ Այդում Իրանը այնքան մեծ է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը նրա արևելյան սահմաններին չեն կարող հասնել։ Նրանք կարող են հասնել արևմտյան սահմաններին, նույնիսկ Թեհրանին, բայց արևելյան սահմաններին չեն կարող հասնել։ Այսինքն այս դիմակայության մեջ կա մի հատ ակնհայտ ասիմետրիա։ Իրանը ունի շատ ավելի մեծ բնակչություն, շատ ավելի մեծ տարածք, բնակչությունը ավելի նոսր է սփռված այդ տարածքում, դրա համար Իսրայելը չի կարող ասենք ռմբակոծելով ամբողջ բնակչությանը մեղմ ասած իրարահան անի։ Այն ինչ որ անում է Իրանը Իսրայելի դեպքում, որտեղ Իսրայելը փոքր տարածքում մեծ բավական հոցատիվ բնակչություն է ապրում, Թել Ավիվը մոտ 5 միլիոնից ավել բնակչություն ունի, Երուսաղեմը համարյա 1 միլիոն բնակչություն ունի, ինքը թիրախային ռմբակոծում է ռազմական օբյեկտները, բայց կամ հետախուզական օբյեկտները, բայց դրա արդյունքում տուժում է նաև Իսրայելի խաղաղ բնակչությունը։ Իսկ դուք հիշեք, որ Իսրայելի խաղաղ բնակչությունը մեծապես բաղկացած է գաղթականներից, այսինքն մարդկանցից, որոնք այլ երկրներից են տեղափոխվել, դրանցից շատեր ունեն նաև այդ այլ երկրների անձնագրերը, այլ երկրների քաղաքացիներ եւ այլն, եւ այդ պայմաններում Իրանի հաշվարկը նաև նրանով, որ այդ մարդիկ կհեռանան երկրից մեկ, տնտեսությունը կկանգնի, туриզմը ակնհայտորեն կանգնել է Իսրայելում, կարևորագույն ոլորտներից մեկն է, ակնհայտորեն կանգնել է։ Իսկ Իրանի համար դա գործոն չի, իսկ Իսրայելի համար գործոն է։ Իսկ այդ իմաստով իմ գնահատականն այն է, որ Իրանի դիմակայունությունը տարածքի առանձնահատկությունը, որ տարածքը նաև լեռնային է, բնակչության թվի, բնակչության բաշխվածության, ռազմական օբյեկտների բաշխվածության բանի հաշվին, այդ ամեն ինչ հաշվին Իրանի դիմակայունությունը ավելի բարձր է, ռազմական դիմակայունություն։ Իսկ օդային, որովհետև ասում են, որ Իսրայելն է փոքր է եւ օդային պաշտպանությունն է ավելի մեծ Իսրայելի։ Իսրայելի հիմնական խնդիրը տեսեք որն է։ Ինքը Իսրայելը քանի որ փոքր է, ունի շատ փոքր թվով Իրանի հետ համեմատած, կարծեմ 4-ից 5 անգամ ավելի քիչ օդանավակայաններ։
Եվ այն դեպքում, երբ որ Իրանը հենված է իր հիմնականում հրթիռային միջոցների վրա, Իսրայելը այդ կարգի բալիստիկ հրթիռներ այդ քանակության չունի, որպեսզի իր տարածքից հրթիռակոծի Իրանը։ Նա ստիպված է կործանիչ ինքնաթիռները բարձրացնելով, գրոհային ինքնաթիռները, որոնք մոտենում են Իրանի սահմանին եւ այնտեղից են իրականացնում գործողություններ։ Եվ դա Իսրայելի մյուս խոցելի կողմն է, որովհետեւ Իրանը ռմբակոծելով իսրայելյան օդանավակայանները զրկում է իսրայելյան օդուժին մանևրելու օդ բարձրանալու հնարավորությունից։ Դա եւս խոցելի կողմ է։ Դեռ ընդհանրապես ասած, տեսեք, հայտնի Դավիթի եւ Գողիաթի բանը կա, չէ՞, պատմությունը կա Աստվածաշնչից։ Էլի ինչ որ իմաստով Դավիթը կռվում է Գողիաթի դեմ։ Դավիթը աչքի անգնում ճշգրտությամբ եւ նպատակասլուցությամբ, Գողիաթը աչքի անգնում մեծ ֆիզիկական ուժով։ Բայց այստեղ դժվար է ասել Դավիթը կհաղթի Գողիաթին, թե չէ։ Հասկանում եք, այդ այլաբանությունը կարող է Գողիաթը հաղթի։ Կարող է երկար տևել, որովհետև կանխատեսում կար, որ 14 օր է տևելու, իդեպ հենց Իրանից Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի կանխատեսումներ դա։ Տեսեք, այստեղ ինչու՞ Եվ հետևանքները իսկապես։ Ինչու՞ հարցը։ Չեմ կարծում, որ սա կարող է շատ երկար տևել պարզ պատճառով, որովհետև քանի որ դա տեղի ունենում օդային հարվածների միջոցով, իսկ օդային հարվածները հսկայական հրթիռային ռեսուրս են, պահանջում երկու կողմից, ընդ որում ոչ միայն հրթիռներով կրակել, այլև օրինակ Իսրայելի դեպքում հակաօդային պաշտպանության միջոցները հսկայական քանակությամբ հրթիռներ են արձակում, որպեսզի օդում որսան Իրանից եկող հրթիռները, Իրանից եկող անօթաչուները։ Իրանի դեպքում էլ հակաօդային պաշտպանությունը մեծ թվով հրթիռներ է կրակում, որպեսզի որսա Իսրայելից եկող ենթադրենք հրթիռներ եւ այլն։ Այսինքն սա հրթիռային պատերազմ է, իսկ հրթիռների թիվը անվերջ չի։ Ամեն կողմ ունի պայմանականորեն ասած մի քանի հազար հրթիռ, բայց եթե դուք օրական մի քանի 100-ը դրանցից օգտագործում եք, օրը մի քանի 100 չեք արտադրում։ Ամսվա մեջ կարելի է, իրանք ըստ էության ամսվա մեջ կարող են արտադրեն այնքան, ինչքան հիմա օգտագործում են մեկ օրվա մեջ։ Մեկ օրվա մեջ, այսինքն տեմպը լրացման շատ ավելի ցածր է, քան ստե օգտագործման տեմպը։ Դա նշանակում է, որ տրամաբանորեն 1 ամսից, 2 ամսից գուցե երկու կողմի մոտ կսպարվի։ Եվ այստեղ հարցը առաջանալու ով է սկսել իրենց մատակարարել։ Հիմա կարող է ասենք, օրինակ Չինաստանը մատակարարի Իրանին, Միացյալ Նահանգները մատակարարեն Իսրայելին, բայց նենց չի որ ընդեղել է անսպար։ Սա ամեն ինչ անսպար չի, սա շատ թանկ պատերազմ, հասկանում եք, այդ ամեն բալիստիկ հրթիռը, որ արձակվում է, մի քանի միլիոն դոլար արժի։ Պատերազմի ամեն օրը կողմերի վրա։ Եվ ես չեմ ասում կորուստները էլ հսկայական նյութական ծախս են, չէ՞, բայց պարզապես սպառազինության օգտագործումը իմ գնահատմամբ ամեն կողմի համար օրական միլիարդ դոլարը գերազանցում են։ Ամեն կողմի համար, անվերջ հնարավոր չի գերազանցել շարունակել։ Այս պատերազմը չի կար, սա ռուս-ուկրաինականը չի, որ ցամաքում է տարվում։ Եվ այն միջոցները, որոնք օգտագործվում են, ամեն օր փոխարինվում են։ Այնտեղ ասենք փոքր դրոններ են օգտագործվում, որ օրական մի քանի հազար հատ արտադրվում է, մի քանի հազար հատ կրակվում է։ Դուք չեք կարող օրական մի քանի հազար բալիստիկ հրթիռ արտադրեք, դա լրիվ ուրիշ կատեգորիա է։ Կարծում եք Ադրբեջանը կօգտվի առիթից, թե ոչ, այսօր բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ նվազ է հավանականությունը պատերազմի, բայց շատ կանխատեսումներ կան։ Ազգային ժողովի նախագահն էր օրինակ ասում, ազգային ժողովի փոխնախագահն էր ասում Ռուբեն Ռուբինյանը։ Մի բան ես ասում եմ, այդ մարտիկ բարձրաստիճան պաշտոնյան զուտ պատահականորեն, ու այս ընթացքում այնքան բան են ասել, որ ուղիղ հակառակն է տեղի ունեցել։ Օրինակ հիշեցնեմ ձեզ, որ Չարաբաստիկ 2020 թվականին Լիլիթ Մակունցը, որը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն էր, ասում էր Թուրքիան չի հայտարարեց Թուրքիան չի միջամտի։ Հիմա Լիլիթ Մակունցը արքով պատվով դեսպան աշխատում Միացյալ Նահանգներում երևի մոռացել է իր ասացի մասին, իհարկե չի մոռացել, բայց կուզենա որ մենք մոռացած լինենք։ Այդ իմաստով այն աշճան, այն քանակությամբ անհետեցությունը հասկացած։ Բայց նախաբարձության ղեկավարը հիմա ազգային ժողովի նախագահն է ասում, որ նվազ հավանականություն։ Ինչով են տարբերվում։ Ինչով են տարբերվում։ Նույն պորոտախոսներն են իրականում։ Դուք տեսնում եք վտանգը, որ իսկապես Ադրբեջանը կարող է օգտվել։ Վտանգը շատ մեծ է։ Տեսեք, որ դեպքում է վտանգը շատ մեծ։ Այս պահին Հայաստանի շուրջը շատ այնց փխրուն հաշվեկշիռ կա ուժային, որը թույլ չի տալիս, որ Ադրբեջանն եւ Թուրքիան օգտվեն։ Մենք գիտենք, որ հիմա Նախիջևանի ինքնավար հանրապետությունում իրականացվում են աննախադեպ մեծ մասշտաբի զորավարժություններ, որոնք տևելու են մինչև այս ամսվա վերջին։ Որում հիշեք, զորավարժությունները սկսեցին տարածորեն պատերազմից 2 օր առաջ։ Այդ այն դեպքում, որ նշանակում է, որ Թուրքիան շատ լավ գիտեր պատերազմի սկսելու օրը։ Իրանք իրենց խողովակներով ունեին այն հետախուզական ինֆորմացիան, թե երբ է Իսրայելը սկսելու, իդեպ Իսրայելը ասում էր 15-ին ենք սկսելու հունիսին, 2 օր առաջ ընկան, որպեսզի անակնկալի գործոն ստեղծեն։ Մինչև ամսի 30-ը շարունակվելու է զորավարժությունները։ Այդքան հայտարարված է, կարող է ավել մնան, կարող է զորավարժությունների ավարտից հետո թուրքական զորքը մնա Նախիջևանում։ Հիմա ինչի՞ է, եւ իրանք իմիջիայց հարձակողական գործողություններ են։ Դե այդպես երկար է մնում զորքը Նախիջևանում։ Այո, իրանք հարձակողական գործողություններ են փորձարկում,
որպեսի անհրաժեշտության հնարավորության դեպքում իրանք գրոհ են հայկական դիրքերը, հա։ Որ դեպքում իրանք դա կանեն։ Խնդիրը այստեղ զուտ ռազմական չի, խնդիրը քաղաքականն է։ Այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները համաձայնվի այդ գործողության հետ։ Մինչև հիմա ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ մասամբ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, բայց առաջին Միացյալ Նահանգները Թուրքիային այդպեսի թույլտվություն չեն տվել։ Սա Ադրբեջանի հարցը չի, սա Թուրքիայի հարցն է։ Սա կոնկրետ թուրքական զորքը կանգնած Նախիջևանում։ Եվ թուրքական զորքը ատամը սրած սպասում այն հնարավորությունը, որ մտնի Սյունիքը կտրի մեջտեղից, բացի այսպես կոչված միջանցքը, որ դեպքում, եթե դա դիտվի որպես Իրանի դեմ ուղղված անհրաժեշտ գործողություն Միացյալ Նահանգների կողմից։ Ոստի անկեղծ ասած մենք պետք է հիմա Երևանում նստած Աստված աղոթենք, որպեսզի Իրանը եւ Միացյալ Նահանգները կարողանան դեէսկալացիայի գնան, կան իրար հետ ինչ-որ պայմանավորվածության։ Ես տեսնում եմ, որ ասենք նախագահ Թրամփը պարբերաբար ինչ-որ տենց ուղերձներ է տալի, որ պատրաստ ենք խոսել, մենք դեմ չենք, որպեսզի Իրանը, ասենք, իր միջուկային ծրագիրը կասեցնի եւ այլն։ Իրանից էլ ընթരാճ քայլ եղավ, որ կարող են քննարկել հիմա։ Գիտեք, ընթരാճել հակառակ երեք մենք տեսանք հակառակ քայլը, երբ որ Իրանի խորհրդարանը քվեարկեց դուրս գալու միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Իսկն տեղի ունեն ու հասկանում եք երկուս տեղ շանտաժ ան, դու շանտաժը ոչ միայն ռազմական ճանապարհում է, ռետորաբանության ճանապարհ հարթության մեջ է, փոխադարձ գործողությունների դիվանագիտության մի կողմից ենթադրենք Իրանի արտաքին գործերի նախարար պարոն առաջին գալիս ասում մենք պատրաստ ենք բանակցել, մյուս կողմից խորհրդարանը։ Երաշխավորություն տանք, որ միջուկային զենք չի արտադրվի։ Դա ուզում եմ ասեմ ձեզ, որ այս պահին այստեղ նստած մենք ուղղակի իսկապես պետքա պարզապես փորձում ենք հասկանալ ինչ է տեղի ունենում եւ դա անկեղծ իսկապես դժվար է, որովհետեւ կոնֆլիկտային ուղերձներ ենք ստանում։ Իրանում հետո հիշեք, հա, Իրանում կա երկու կողմ, կա պահպանողականների եւ կոշտ գծի կողմնակիցների կողմը, հա, որը ասենք օրինակ իսլամական կորպուսն է, այսպես ասած, եւ հոգեվորականությունը, հա, եւ մյուս կողմից կա օրինակ քաղաքացիական իշխանությունը, գործող նախագահի ղեկավարությամբ, որոնք ավելի մեղմ գծի կողմնակից են։ Հիմա մեղմ գծի կողմնակիցները մի ուղերձ են տալի, կոշտ գծի կողմնակիցները ուրիշ ուղերձ են տալի։ Եվ դու որտեղ նստած դեսում ես, չես էլ հասկանում ինչ է վերջ։ Սրանցից որն է այնտեղ գերակշռելու։ Կոշտ գծի կողմնակիցները կհաղթանակեն, թե փափուկ գծի կողմնակիցները։ Այսինքն ներսում եւս տարաձայնություններ կա որոշակի։ Ակնհայտ է, իմիջիայից ես ասեմ, Իսրայելի ամբողջ տրամաբանությունը կառուցված է հենց այդ տարաձայնությունների վրա։ Նրանք ասում են դրա մասին։ Նատանյահուն ելնում ասում է, ենթադրենք, որ Իսրայելի ժողովուրդ ապստամբեք այդ մոլաների դեմ վարն ետեք այդ իշխանությունը մենք ձեր կողքին ենք։ Մենք չենք ուզում ձեր հետ կռվենք, մենք ուզում ենք, որ այս իշխանությունը փոխվի։ Բացայտ է դա ասվում։ Բացայտ եւ իսկ ասում է շատ բարձ պատճառ, որովհետեւ հասկացվում է նաեւ, որ իշխանության թև կա, մասնապես այդ ընտրովի թևը, քաղաքացիական թևը, ոչ ռազմական, ոչ հոգեվորական, որը պատրաստ է գնալ զիջումների եւ այլն։ Դա տեսնում է այդ տարաձայնությունները շատ գրագետ կերպով խաղարկվում են։ Այսօր հաստատեց ազգային ժողովի նախագահը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին գնում է Անկարա հանդիպելու Էրդողանին։ Ինչ սպասենք այս հանդիպումից, օրակարգի մասին մանրամասներ չեն ներկայացնում, բայց լավատեսորեն են տրամադրված։ Նախ ասում է, որ հրավեր է եղել, որ գնա, ինչու է անհրաժեշտություն առաջացավ։ Տեսեք, շատ ակնհայտ է, պետք է նայել այս պատերազմի համատեքստում։ Հիշեք, որ դրա նախորդ օրն էլ Ադրբեջանի բռնապետն է գնալու Ալիևը, ամսի 19-ին Ալիևն է հրավիրված։ Ամենայն հավանականությամբ այս ամբողջ իրավիճակում Թուրքիան հերթական անգամ որոշել է պղտոր ջրմձուկ բռնել։ Տրամաբանությունը հետևելն է իմ պատկերացում, կանչում են երկուսին էլ, որպեսզի Հայաստանից հերթական զիջումները կորզեն, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, հա, որ մինչև հունիսի 13 մենք ունեինք այլ իրավիճակ, երբ որ Իրանը բացահայտ հայտարարում էր, ասում էր, ես եմ Սյունիքի անվտանգության երաշխավորը, ես թույլ չեմ տա, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը այնտեղ փորձի նկարտումներ անել, ոտնձգություններ անել, բացահայտ ասում են մարդիկ, մասնապես վերջի հայտարարությունը Վելայեթի հենց այդ տրամաբանության մեջ էր։ Հիմա, քանի որ Իրանը, ինչպես հասկանում եք, զբաղված է իր գործերով եւ ներսից ասենք զբաղված է այդ գլուխախառն է, զբաղված է այդ հետախուզական ցանցը հայտնաբերելով, մաքրելով եւ այլն, պարզվում է, որ ասենք զգալի մասով Իսրայելի գործողությունները Իրանի հենց ներսից են իրականացվում, ոչ թե դրսից։ Բազմաթիվ լաբորատորիաներ են հայտնաբերված, որոնք դրոններ են արտադրում, բազմաթիվ հետախուզական, այսպես կոչված բջիջներ են հայտնաբերված, որոնք իրականացնում են դրանց արձակումը, գրոհները ռազմավարական օբյեկտների վրա եւ այն պարզվեց, որ Իրանը շատ ներսից խոցել է այս ընթացքում։ Մենք դա տեսանք։ Հիմա Իրանի գլուխ խառն է, իրենք կարողանում են իրավիճակը վերահսկել, բայց մենք տեսնում ենք, որ դա իրենց դժվար է։ Հենց մի հատ պահ լինի, որ իրանք վերահսկողությունը կորցնեն իրենց երկրի նկատմամբ, ես նույնիսկ կասկած չունեմ, որ ասենք թուրք-ադրբեջանական տանդեմը դրանից կփորձի օգտվել, թե ինչ ձևով դա մի քիչ այլ հարց է, բայց արդեն հիմա են փորձում օգտվել, այսինքն կանչել են
Փաշինյանը որ հերթական անգամ Դուք կարծում եք սրա հետ կապված է, այս պատերազմի հետ կապված է, որովհետև նախապես խոսվում էր, որ գնալու է։ Ակնհայտ է որ կապված է, չեմ կարծում, դա հաստատ է, երբ որ կվերադառնա Փաշինյանը ու զիջումների հերթական փաթեթը այնտեղ խոստացած կլինի եւ կգա կսկսի հերթական անգամ դրա մասին խոսալ, կտեսնենք դրա մասին։ Դե կասկած չկա։ Իդեպ Իրանը ոչ միայն սահմանների փոփոխության դեմ էր արտահայտվում, այլ նաև էթնիկ փոփոխություններ, ասում են, չպետք է լինի։ Նկատի ունեն ադրբեջանցիների գալ Սյունիքում ապրել, այսինքն այստեղ այս հարցը իրան շրջապատելու եւ անդամատելու ծրագիր է, ի վերջո Ադրբեջանը չի թաքցնում, որ իր նպատակը ոչ միայն Սյունիքն է, իր նպատակը Հյուսիսային Իրանն է, որտեղ թուրքական բնակչություն է ապրում։ Նա պարբերաբար փորձում է այդ իրավիճակից օգտվել, հրահարել, սրել վիճակը եւ այլն։ Դա ակնհայտ է, Իրանում էլ են դա հասկանում։ Ուղղակի հիմա այն պահը չի, որ իրանք արձագանք են Ադրբեջանին, բայց չեմ բացառում, որ այդ պահը կգա եւ իրանք արձագանք։ Եվ այս իրավիճակում եկեղեցու հարցը ինչու է օրակարգ բերվել, դուք ինչ խնդիր եք տեսնում, ինչու կառավարման 7 տարի հետո նոր Փաշինյանի համար այդքան կարևոր դարձավ, արդյոք կուսակրոն է վեհափառը թե ոչ եւ այն կոչերը, որոնք արվում են։ Տեսեք, եկեք պատրվակը պատճառի հետ չշփոթենք, էլի։ Փաշինյանը ցանկացած պատրվակ կարող է վերցնել, որ ինչ որ մի եկեղեցու մոմերը ծուռ են վառվում, կամ ինչ որ մի հատ եկեղեցի պատը քանդված է, կապ չունի, բացարձակ ոչ մի կապ չունի, թե ինչ պատրվակով նա փորձում հարձակվել եկեղեցու վրա։ Պատճառն է հասկանալի, պատճառը հետևյալն է։ Եկեղեցին ամբողջ հայկական աշխարհում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ հայկական աշխարհում ամենաբարձր հեղինակություն վայելող հայկական հաստատությունն է 1700 եւ ավել տարիների չխզված պատմությամբ, ինստիտուցիոնալ հիշողությամբ, ինստիտուցիոնալ կառույցներով եւ բավական հստակ ներքին կանոնակարգերով։ Եվ այդ եկեղեցին հակադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումներին եւ նրա կամակատար Փաշինյանի մեքենայություններին։ Անընդհատ հակադրվում է։ Գուցե ոչ այն կոշտ ձևով, ոնց որ մենք ենք հանրային գործիչներս ենք դանում, հա, իր փափուկ ավելի ձևերով, ավելի այտենց բարեկիրթ ռետորաբանությամբ, բայց հակադրվում է, այդ հակադրությունը մենք անընդհատ տեսնում ենք։ Եվ Փաշինյանը պատվեր է ստացել։ Նա այդ նույն Էրդողանից, որի մոտ հիմա գնում է, եւ որին հանդիպել է սրանց տարածությունում 1 ամիս առաջ Տիրանայում պատվեր է ստացել։ Եվ այդ պատվերը նա ստացել է շատ կոնկրետ բանի դիմաց։ Իրան ասեն, եթե դու կարողանաս եկեղեցին լրացնես, մենք համաձայն կլինենք, որ դու սահմանադրությունը մինչև քո ընտրությունները չփոխես։ Շատ կոնկրետ է։ Վայր բան է եղել, էլի, այսպես ասած, փոխանակում է։ Որտեղ դուք հիշեք, որ մինչև Տիրանան իրենց անընդհատ պահանջում էին սահմանադրությունը փոխել, ինքն էլ անընդհատ տարբեր ձևերով փոխել։ Դա մեկ օրվա գործ չէ։ Հիմա մեկ էլ հանել են այդ հարցը, չէ, հանել են այդ հարցը։ Հանել, որտեղ ինքը գնացել է, իշմեք էս որ Ալիևը sense նստած էր դիմացը, Փաշինյանն էլ sense ժեստիկուլյացիա էր անում, ինչ-որ բաներ փորձում բացատրել։ Դա է եղել։ Դա է եղել, այո, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, դա է եղել։ Ասա կներեք, էլի դուք հասկացեք, ես չեմ կարող սահմանադրությունը արագ փոխեմ։ Ինձ դրա համար ժամանակ է պետք, ինձ դրա համար վերընտրվել է պետք։ Ես պետք է վերարտադրվեմ, որպեսզի կարողանամ սահմանադրություն փոխեմ։ Եկեք այդ պահանջը վրայից հանեք, ուրիշ պահանջ դրեք։ Նրանք էլ ասեն, դե լավ, այս հանում ենք, դնում ենք եկեղեցու որոշա պետք է ջարդես։ Եկեղեցին մեր համար խնդիր է։ Իսկ գիտեք ինչ է եկեղեցին խնդիր։ Բացի այն, որ ընդհանուր առմամբ եկեղեցին հակադրվում է Արցախի հարցում, հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, եկեղեցին եւս մի հատ շատ կարևոր առանձնահատկություն ունի։ Նա ինստիտուցիոնալ կառույց է, որը նախկին Օսմանյան կայսրությունը, որտեղ հիմա Թուրքիան է, ունեցել է հսկայական սեփականություն, որն այս խլվել է ցեղասպանության արդյունքում։ Եվ որպես ինստիտուցիոնալ կառույց, ապագայում հայ առաքելական եկեղեցին կարող է ձեռնամուխ լինել իր սեփականության վերականգնմանը։ Իսկ խոսքը գնում է հսկայական սեփականության մասին, եւ ոչ միայն եկեղեցական կառույցների, վանքերի եւ այլն, այլև նրանց կալվածքների, նրանց պատկանող հողերի, հողահանդակների եւ այլն։ Եվ հիմա Թուրքիայի կառավարությունը սկսել է գիտակցել, որ եթե ինքը օրինակ փորձելու է անդամակցել Եվրոպական միությանը եւ ազատականացնի իր օրենսդրությունը, այդ օրենսդրության շրջանակներում հայ առաքելական եկեղեցին կարող է գալ եւ սկսել պահանջել իր գույքը, որտեղ ունի այդ սեփականությունը։ Ի տարբերություն հնարավորությունները կա որ պահանջի։ Կառաջանան։ Նես չի որ հիմա կա, որտեղ Թուրքիան հիմա բռնապետական պետություն է։ Բայց եթե Թուրքիան գնա ժողովրդավարացման ճանապարհով, այդ հնարավորությունները հիմա իրանք սկսել են սարսափել այդ հեռանկարից։ Սկսել են սարսափել այդ հեռանկարից, որ իրանք եթե ազատականացնեն սեփական օրենսդրությունը, հայ առաքելական եկեղեցին կարող է գալ եւ իր գույքը պահանջել եւ ստանալ։ Եվ այդ գույքը ստանալուց հետո էլ օգտագործել այդ գույքը։ Հիմա շանսեր ունի Փաշինյանի եկեղեցում ինչ-որ բան անելու, որովհետև ինքն ասում է շանս չունեն նրանք, ովքեր պայքարում են այս ամենի դեմ, եւ քիչ առաջ նա ասել է, որ պոռնկաբարու հոգեվորականներն ու նրանց պոռնկաբարու բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Նկատի ունի ես Փաշինյանի փոխարեն Սավեր Կարապետյանի հայտարարությունը հավանաբար եկեղեցուն աջակցող օրնակությունից չի խոսա։ Հա, ինչպես ասվում է Աստվածաշնչում,
մինչև ուրիշի աշկի շուղը հանելը քո աշկի գերանը հանի, գնա Փաշինյան քո աշկի գերանը հանի, բռնկությունից խոսալուց առաջ։ Եվ երկրորդը կարծում եմ, որ Փաշինյանը ոչ մի շանս չունի, ոչ մի շանս։ Սա այն, այսպես ասած, հանձնառությունն է, որը Փաշինյանը վերցրել է ու մնալու է դրա տակ։ Ես դրան համոզված եմ։ Մեր ժողովուրդը անցած շաբաթվա ընթացքում ցույց տվեց, իշ ճնշող մեծամասնության մեջ, որ եկեղեցին ինչքան էլ որ խնդիրներ ունենա, ինչքան էլ որ մենք ինքներս վերապահումներ ունենանք, եկեղեցին դա մեր եկեղեցին է։ Մենք թուրքերին եւ թուրքերի կամակատարներին թույլ չենք տա մեր եկեղեցին գրավել, թույլ չենք տա։ Ինչպես ասել է ժամանակին Գևորգ կաթողիկոսը Սուրենյանց, ավելավ է սուրը ձեռքի զովեմ մեջմասնի շեմին, քան թե պապերի ժառանգածը, նախնիների ժառանգածը թուրքի փայդարն է։ Այդ մեզային յուրաքանչյուրին է վերաբերում։ Սուրը ձեռքնից հասարակության մեջ կա այդ ընկալումը, որ սա եկեղեցու դեմ է, ոչ թե հոգեվորականներ։ Չէ, հասկանալ է։ Չէ, ասում եմ, պայմանական ասած սուրը ձեռքնից կզովենք, սուրբ էջմիածնում։ Փաշինյանին ու իր տերերին չենք տա։ Փաշինյանը թող լավ հասկանա այդ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում է Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։